բարի, հանդիպեցինք բաց TV-ում, իմ ամենասիրած հաղորդումների ծրագրերից մեկն է սա, քանի որ շփվում եմ մարդկանց հետ, չնայած հեռախոսով է, բայց էլի ոչինչ։ Էլի ոչինչ, հարց ու պատասխանն է։ Վիշտը բոլորը գիտեք, տեղյակ եք, ու շնորհակալ եմ այն սրտանց ցավակցողների համար, ու իրոք գիտեմ, որ շատերը ճիշտ է իմ կողքը չեն լինում, բայց գիտեմ, որ ինձ հետ են, որտեղ աղոթում են, ես դա զգում եմ, ու շնորհակալ եմ բոլորիդ, թող ոչ մի ընտանիքում ոչ մի մայր ծնող սուկ չտեսնի։ Մեր տղաներին, ձեր տղաներին պահապան եղեք, ձեր ամուսներին միշտ ձեր բարությամբ, սիրով, գուրգուրանքով եւ ձեր աղոթքներով։ Այսքան այսօր հեռախոսի զանգերը կլինի, բայց մինչև այդ սովորության համաձայն մի քանի գրվածներ ունեմ, ասեմ հետաքրքիր մեջբերումներ ունեմ ու նաև իմ խոսքերից կա։ Այսօր ինչ կուզենա ասել, քանի որ հիմա տարածված է, համատարած է այդ բամբասանքը, չարությունը, նենգությունը, անեծքը եւ սա աշխարհով մեկ է, որտեղ դրսում գտնվող մարդկանց հետ զրուցում եմ, նույն բան իրենք են ասում, երբ այս չարությունը, սուտը, խաբեությունը վերանալու։ Դա իրեն չի լինում, դա մարդուց է։ Մարդու մեջի բուն դրած են ճիճուներն ու որդերն է, որ առիթ էր պետք, որ սա դուրս գա, ու մոլորակներից է սա։ Մոլորակներից է, Պլուտո մոլորակը արդեն գտնվում է ջրհոսում, որ ժողովուրդ, թափոր, ամեն ինչ դուրս է գալիս ջրերես, հիմա էլ Սատուրն է գտնվում Խոյ համաստեղությունը, մի քիչ երկար կտևի, որ մարդ խոսելուց առաջ մտածի ինչ է խոսում։ Շատերս բումերանգ բառը օգտագործում են առանց հասկանալ իմաստն ինչ է, որ ամեն ինչ կվերադառնա, դա Աստծո խոսքն է վերևից, ես միշտ ասում եմ կտցնում է չափալախներ է տալիս, որ վերևից անպայման վաղ թե ուշ հարվածը ստանում է, ու հիմա արդեն վերջապես հարվածների շրջանը սկսվեց, դա նոր է սկսվել, այսքան օր առաջ, ինձ Սատուրնը մտավ Խոյ, որ խոսելուց առաջ մտածեք, որտեղ գլխացավեր, ճնշում անուարան հետ կապված, ինսուլտներ շատ կլինի, ընկնել, ոսկորներ հետ կապված խնդիրներ ու գլուխը կխփի մարդը այս կոմենկում, որ խոսելուց առաջ մտածի ինչ ես անում եւ ինչ ես ասում ու պատժելությունը կամաց սկսվում է արդեն բոլոր այն անարդար օլիգարխների, վաշխառուների, խաբեբաների, դատավորների, հոգեվոր դաշտի հերթով բոլորի կեղծիքներ ու թակուն բաները դուրս է գալիս ջրի երես։ Մի մտածեք, որ մարդը եթե բան տանգնում, դա պատիժ է, փրկություն է, այնտեղ հոգեվոր հասունացում պետք է ունենա, բանտը 4 պատը նրա վրա, որ մարդ Աստծո դրան տեղը գտնի։ Դե պատասխանների շրջանը սկսվեց, մարդիկ այդքան ասում են, ես էլ եմ ասել դա, երբ է լինելու պատասխանը, ամեն մեղավոր պետք է վերջապես իր պատժելությունը չկա, վերջապես սկսվեց, վերջապես ու բոլոր հին հարցերի 12 տարի առաջ ինչ որ արել է մարդը, ես չեմ ուզում 30 ասեմ, որ 30-ը դա Սատուրնի տարիքով է, 20 թվականի ծեսկում ու միջև էտել դեռ տևող բավականին բաներ կա, հերթով մարդիկ կսկսեն իրանց պատիժները ստանալ, դա խոշոր գումարներ հետ կապված է նյութականին, իրանց տոն ու տեղին, ու ովքերում դիվադադար են արել, արդեն իրանց ընտանիքներում իրոք պատիժները կլինի։ Ես ինչև անգամ կարամ ասեմ մրմուրները, մի քիչ տգեղ է այս բառը, բայց այդպես է, այդ Սատուրնն է խփելու վերևից։ Հիմա բամբասանքը ատելությամբ լցված մարդկանց կողմից է, բամբասանքը, չարախոսելն է դա։ Բամբասանքը հորինվել է ատելությամբ լցվածների կողմից։ Հիմարները տարածում են, իսկ մտավոր հետամնացները հավատում, որ այ հիմա կա, ու հիմա Facebook-ը, ինտերնետը ինչ լցված է, ով ինչ ասես խոսում է, եւ ես մի քիչ տխուր է, որ ասեմ, բայց պետք է ասեմ, այդ երեխուն, այդ անմեղ երեխուն, միամիտ երեխուն 2 տարեկան Տիգրանի, այդ բառը չեմ էլ ուզում այդ ասեմ, չեմ ուզում ասեմ,
այդ իրավիճակ ինչը որ կատարվեց այդ անմեղ երեխու հետ, այս հիմարների, տգետների տարածված լուրերից է, որ հիմա էլի նորից հանգիստ չեն տալիս, էլի սկսել են ամենքը բարբաջել, ամենքը դրել են իրանց գիտոնի տեղ, սկսել են բաներ խոսալ ու հերիքա, որտեղ ծնողներին ցավք պատճառում, ինչ եք եթերը լցրել այդ երեխու նկարներում, ինչ, մարդեն պարզ, եթե մարդը մի քիչ խելոք մտածի, կզգաց է ռեյտինգի համար է, ամեն ինչ անցավ գնաց, ու թող իրավական դաշտը անի ինչ որ պետք է, բայց ես կասկածում եմ, որ կարողանա նրանք իրական ինչ որ կա արվի։ Հիմա նորից էլի կկրկնեմ, նորից կկարդամ, ինչը որ ասեցի, որ սա ձեր ուղեղների մեջ մտցնեք ու լավ խորը մտածեք ու միան վերնագիր կարդալով կարծիքներ մի կազմեք, խորը մտածեք, բանը որ լսում եք մի քիչ խորը մտածեք, անալիզ արեք ձեր մեջ, գցեք բռնեք, մի պահի տակ բաներ, հիմարություններ դուրս մի տվեք, որ ես էլ ձեզ վատ բաներ չասեմ։ Բամբասանքը ատելությամբ լծվածների կողմից է հորինվում։ Այո, այն մարդիկ, որ աշխարհը կյանք ամեն ինչին ատում են, նրանք սիրում են բամբասել։ Հետո ասում են, ինչի համար է այսքան վատ բաներ եղել։ Ինչի ասենց վատ բաներ, ինչի ասենց չարը, դա մարդուց է լինում, մարդը ինքն է, ու դա տգիտությունից է։ Հիմարները տարածում են, իսկ մտավոր հետամնացները հավատում ու սկսում տարածել։ Քննադատում են մարդիկ, ովքեր միջև ոսկորները մեղքի մեջ են։ Այդ են, որ են սկսեցին քար նետել են բորնիկի վրա, որ իր ոչ մեկ մեղավոր չի միայն այդ կինն է, բայց ընդեղ էլ պատասխան եկավ, թող քարը գցեն այն մարդիկ, ովքեր ոչ մի մեղք չեն գործել։ Ու տենց գրում փոքրից միջև մեծ քարերը դեն շպրտեցին, այնպես որ ձեր քննադատությունները ձեզ պահեք, հատկապես այն մոլագարները, որ սուտի փուտի հավատացյալները, որոնք ահավոր վտանգավոր են ու ոչ մեկ երեսին ժպիտ չկա այդ մարդկանց, թող իրանց քննադատությունը իրենց պահեն։ Այսքան։ Հիմա զանգերին պատասխանենք, տեսնենք այսօր ինչ զանգ կլինի մեզ։ Բարև ձեզ Տիկին Լուսիա, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ, շնորհակալ եմ, իսկ դուք։ Լավ, մերսի։ Տիկին Լուսիա, ձեզ մի հատ հարցում ունեմ։ Խնդրեմ։ Ես Ասեք, դժվարանում եմ իմ անձնականը դասավորել, համ էլ աշխատանքս եմ դժվարանում, ուզում էի, եթե կարող եք մի քանի խորհուրդ։ Ինձ ասեք ամսաթիվ, տարեթիվ։ Հուլիս։ Այդ դու Հայաստանցի չես։ Չէ։ Անմիջապես կացվեց։ Հա, հիմա արդեն ես ներող կլինես անունդ լավ չլսեցի կներկայանաս։ Թինա։ Հենց առաջին նոր նախեցկետինի։ Թինա ջան, տես ինչա, այսուհետև սկսվում է քեզ մոտ բացվել ծնունդիցդ հետո։ Այսքան ժամանակ ես ինչալուց իմ աշխատանքի մեջ ինչը որ անցյալում եղել է, ես դա չեմ ասում։ Բայց եթե մարդիկ անցյալից հարցեր ունեն մոտ, կարող են տան խնդրեմ։ Ուղղակի բաներ կա, որ եթե անցյալն է ջնջվել, իմաստ չունի հետն էլ, որտեղ ոչինչ չի փոխվելու։ Ուղղակի ամեն մարդ թող իր մեջ նայի հիշի իր սխալն ինչն է, սխալ արել, բաց թողել, էլ դա չկրկնվի։ Կարևորը հետոն է, որտեղ ես ասում եմ, ինչը դեռ չկա։ Ու ինչ անես, իմ աշխատանքը ելք է, խորհուրդ։ Անես թե չանես եւ որնա քոնը։ Հիմա այսքան ժամանակ ինչ որ քեզ մոտ եղել է անցյալում յուրաքանչյուր հարցում, այդ ջնջվում է քեզ մոտ։ Հենց հունիսի 10-ից հետո, երբ որ Յուպիտեր մոլորակը մենք կլինենք արդեն խեցգետին, որտեղ քո արևի հետ դա գնալու է, քո կարգավիճակը ուզած չուզած փոխվելու է 25 թվական։ Եվ սա երկար կտևի։ Ու քեզանից է կախված, թե դու քեզ ինչպես կպահես։ Առաջինը դու պետք է մտածես ընտանիք ստեղծելու մասին խոսքը ու երեխաներին, որտեղ քեզ տեղ ցույց է տալիս, որ դու շատ լավ մայր պետք է լինես։ Ուղղակի մի հարց կա, որ հարազատներիդ հետ այդքան չես շփվելու, ես չգիտեմ ինչի։ Քեզ նեղացնում են, թե ձեռք չեն մեկնում։ Ճիշտ ասած, մի երկու հարազատների հետ խնդիրներ ունեցել եմ, ես ինքս ինձ հեռու եմ քաշել,
ու այս վերջի քանի տարիները իմ կյանքը շատ դժվար ա եղել, պապասա հիվանդացել, մորքուրիս տղանա վատ վիճակում եղել ու անընդհատ օգնելով ինքս ինձ թողել եմ ու ինձ ավելի հեռու եմ քաշել ամենից։ Երևի ճիշտ ես արել։ Ես չեմ ուզում հիմա այն էլ եթերով բարձր որ դու պատմես ինչ ես նեղվել իրենցից, բայց այդպես պետք է լիներ։ Այտենց քո գառացկոպը ցույց տվեց ու հիմա ծնունդից հետո արդեն ինքդ կիմանաս ինչքանով ես դու ճիշտ արել, բայց ստեղ ցույց է տալիս որ դա լինելու էր։ Ով ուզում է լինի, քո հարազատությունից Այն մնացածներդ էլ միայն առիթից առիթ է շփում տալու, դա էլ արդեն քեզանից կախված է, կուզես կշփվես, կուզես չէ, որտեվ քո Յուպիտերը ցույց է տալիս, այլևս չես ապրելու, չես մտածելու այնպես, ինչպես ապրել ես առաջ։ Ու փոփոխությունները շատ է, խանդոտ աղջիկ ես։ Խանդոտ։ Հա, խանդոտ ես, սեփականատեր ես, ուզում ես քո կողքը լինի ամեն ինչ ու աշխատի, ինչ աշխատանք ես դու ուզում։ Ճիշտ ասած հայերեն չգիտեմ, կարծում եմ Adelkadr է իմ աշխատանքը, Human Resources-ը կոչվում անգլերենով, չգիտեմ։ Այդ ինչ են անում։ Աշխատանքի են ընդունում, աշխատանքից հանում են, երբ որ խնդիրներ է լինում։ Լավ, իմացա ինչ ես ասում, այդքան էլ դա քո տեղը չի։ Այդտեղ երկար չի լինի։ Հիմա դու տեղ ես աշխատում։ Ճիշտ ասած աշխատանքից դուրս եմ եկել, բայց իմ աշխատանքը շատ դժվար է եղել, անընդհատ ընդունվում եմ դուրս եմ գալիս։ Տինա ջան, այդ քո տեղը չի, դրա համար էլ դուրս եկար, եթե քոնը լիներ ինքը երկար կտևեր։ Քեզ ավելի շատ արվեստի հետ է տալիս գործերը, ավելի շատ սալոններ, ավելի շատ սնունդի հետ, գեղեցիկ բաներ, ինչը որ գեղեցիկա քոնն է, եւ սնունդն էլ է քոնը։ Սնունդի հետ կապված։ Ալուրը կրտնակել, մի բան սարքել, թխել, անել, էլի քոնն է տենց բան։ Որը որ քոնը չի, երկար չի տևելու։ Ու այս տարի այդ հնարավորությունը քեզ տվում է։ Այս տարի երկու դու հարց ունես։ Անձնականի որոշակիություն, բայց անձնականի համար կխնդրեմ ոչ մեկին ոչինչ չասել, քանի մի բանը հստակ չի, ու առաջինը աշխատանքը տա, որ դու վերջապես պետքա ու դա պետք է աշխատես այնպես լինի, որ լինի քոնը, քո սեփականությունը, քոնը, որտեղ դու պետքա մենակ աշխատես։ Չեմ կարողանում կողմնորոշվեմ իմ աշխատանքից դուրս ինչ կարող եմ անել։ Ես ասեցի, արվեստի հետ կապված ինչ ուզում ես։ Ինչ ուզում ես գնա հացի փուր բացարա, ուզում ես ծաղիկների սրահ, ուզում ես վարսավիրանոց, ինչ ուզում ես, որտեղ որ պետքա քո ձեռքը աշխատի, ճաշակը աշխատի, բայց ավելի շատ սնունդի հետ է տալիս, մանկական ծրագրեր էլ քեզ մոտ կա, մանկապարտեզում էլ կարող ես աշխատել, ինչը որ կապ ունի ընտանիքի հետ, բնակարանների հետ, դիզայնական աշխատանքներ, այդ կաբինետային աշխատանք, օֆիսային, որ դու մտել աշխատել ես, դա քոնը չի։ Դու տեղ կձանձրանաս, կարող է հիմնարկը լուծարվեր, կարող է ընկներ, ինչ են ասում, հաստիքի տակ դուրս գայր։ Ու պետք է աշխատես քո սեփական փողը, որտեղ այստեղ տրված է, դա այստեղ մի բան էլ կա, որ ձեր ընտանիքում միշտ գումարներ եղել է, աշխատել են ձերոնք բոլորը, գումարները լցվել է, բայց չի լցվել, ոնց որ մաղի մեջ լինի ձեր գումարները, անդադ դուրս է եկել այդ գումարը։ Հիմա դու պետքա կողքից նայես, տեսնես ինչ ենք մենք արել, որ մեր գումարը չի հավաքվել։ Արի մենք կեղտոտ բաներ չնայենք, որ նավսում են, թուղթուկիր են անում, այդպես է քեզ մոտ ցույց տալի։ Նայ տեսնողներդ ինչ են արել, որը որ ճիշտ չի, ու դու աշխատես այդպես չարվի, ու չլսես ոչ մեկին, որտեղ քո մոլորակները ես նայում եմ, հատկապես քո Յուպիտերը, որ քո կարգավիճակն է գտնվում է կարիճում, որ մոգական ուժեղ հզորություն է տալիս, որ աշխատի քեզ խնդիրներ չստեղծես սրան նրան լսելով կամ կողքից օրինակ համեմատելով դա չանես երբեք եւ լսես քո լուսինը գտնվում աղեղնավորում նշանակում է քո յուրաքանչյուր հարցը կյանքում պետք ունենա իմաստու նպատակ եւ տալիս է շատ ուժեղ ինտուիցիա
որ այս տարի քեզ մոտ շատ ուժեղ ավելի է ինքը բացվելու։ Ու լսի քո ներքին ձայնին, արա, եթե միտեղ տեսնում ես մի բան լավ չի, գնում ես ու զոռով է չի ստացվում, զգում ես լինի տղա հետ կապված թե աշխատանքիդ, մի արա, որտեղ դու վերևից անընդհատ ազդանշաններ ես ստանալու արգելքի, բայց ինչ ես սա գլուխը դեմ տալու այդ բաներին ես չեմ հասկանում։ Շատ լավ։ Իսկ դուք ասացիք թուղթուգիր են արել մեր տան վրա, թե ես սխալ հասկացա։ Ես տենց բան երբ եմ ասել թուղթուգիր։ Ես թուղթուգիրից չեմ էլ խոսում։ Իմ համար զզվել է այդ թեման։ Ես մոգության հետ գործ չունեմ, բայց աստղաբանությունը ես տեսնում եմ, եթե մարդու վրան կա գիր։ Դու ես ինքը տանում քեզ ամեն ինչ, դու քեզ խնդիրներ ես անդադ ստեղծում։ Այնքան հեշտ է հիմա, եթե մարդու մոտ ինչ-որ մի բան ձախողվում է, յուրաքանչյուր անմիջապես մտածում է թուղթուգիր, ուրիշ բան չկա մտածելու, որ քո աշխատանքը չի ստացում, սա թուղթուգիրի պատճառը չի ստա, երևում է, որ դու սխալ ես գտել քո գործը, դու գնում ես այնտեղ, որը քոնը չի, ինչ կապ ունի թուղթուգիրը, իսկ ինչ վերաբերվում անձնականին, որ անձնական, բայց դու մի հատ նշանված եղել ես, Չէ։ այստեղ ցույց է տալի, որ քո Գարդինյա ոնց ասեմ, անբարտավանություն, գոռոզամտություն, մեծամտություն դրա պատճառով քո անձնականը փակվել է, բայց արդեն ինքը բացվելու է, որտեղ 6 տարի քո ծնունդից հետո քեզ մոտ բավականին դրական փոփոխություններ է սպասվում։ Առաջինը քո աշխատանքը կլինի, հետո քո անձնականը կլինի, համբերի դանդաղ, բայց անուն չդնես ոչ մեկին անուն մի դիր ու բերանդ կփակես, ոչ մեկին ոչինչ չասես, լսի քո ներքին ձայնին, կտեսնես ինքը քեզ ինչքան ճիշտ հուշելու է, որն է քոնը, որը քոնը չի։ Թուղթուգիր այդ գլխիցդ հանի գլխիցդ այդ թուղթուգիրը, ուղեղդ աշխատացնես, հավատքդ վերևետ ունենաց, կդնաս քեզ ոչ մի բան չի կպնի։ Դու շատ ուժեղ բան ունես, Յուպիտերդ ինքը կարիճում է, ով որ քեզ վարպանանի կպտտվի իր վրա։ Այս տեղ անողները թող լսեն ու հասկանան, որ Թինային ոչ մեկ ոչ մի չարված բան չասի, ոչ էլ անի։ Բայց ես չեմ ուզենա այս իմ ասածից կարճես ու սկսել ուրախանալ ու չարանալ այդ մարդկանց վրա։ Դու իրանց հանգիստ թող, որովհետև այդ կպտտվի, հիմա էլ մենք այն շրջանում ենք ապրում, որ ով ինչ վատ բաներ արելա պտտվելու է իր վրա։ Հենց իր ընտանիքին է կպնելու։ Բայց ես քեզ չար մարդ չեմ տեսնում, ինչ որ տեղեր մինչև անգամ մանկական ես, հələ չես էլ հասունացել։ Երբ ես հասունանալու չգիտեմ։ Իսկականից չգիտեմ։ Դու մի քիչ թմբլո ես։ Այո։ Դե մի քիչ կեր։ Որովհետև Գիտեմ, աշխատում եմ դրան։ Քաղցերը շատ ես սիրում, բասեին գնա, հեծանիվ քշի։ Ուղղակի նստում ես ու սկսում ես համով բաներ ուտել։ Հա ես էլ եմ սիրում համով բաներ ուտել, ով չի սիրում։ Դու գիտես, որ շատ քաղցր սիրող մարդիկ բարի են լինում։ Լսել եմ դա։ Այդ իմացի, բացի լսելուց էլ իմացի, որ այդպես է։ Թմբլու սիրունիկ աղջիկ ես, ամեն ինչ քեզ մոտ կկարգավորվի, ու դու մի մտածի, եթե մի քիչ դու տենց լիքոտ ես, ուրեմն տղաները քեզ չեն սիրում, սխալվում ես։ Այնքան ոսկորներ կա, ոսկորոտ մարդիկ, որ իրանց էլ չեն սիրում։ Միսը մարդուն գեղեցկացնում է, ուղղակի մի քիչ աշխատի մարմնի հետևել։ Սպորտով։ Այդ դիետան սուտ բաներ է, Թինա ջան, սուտ է դիետան, նյարդերդ խանգարվի։ Այս չուտեմ, մեն չուտեմ, որ կչաղանամ, ինչ էլ ուզում ես կեր։ Ուղղակի դու համով ես ուտում, ախորժակդ լավ է քո։ Բայց աշխատի մի քիչ ափիդ չափ կեր, ինչ ուզում ես կեր, ափիդ չափ, ափը մարդու ստամոքսն է, այդ է քո չափը ուտելու, ափիցը տավել ոչինչ չուտես, դե ինչ ուզում ես կեր։ Ու մի քիչ շատ քանի սպորտով զբաղվի, ամեն ինչ քեզ մոտ կկարգավորվի, կտեսնես, վերջնական ամփոփելով ասում եմ, լսի քո ներքին ձայնին, որտեղ քո ներքին ձայնը քեզ շատ ճիշտ հուշում է, աշխատանքդ կլինի, այդ կաբինետային աշխատանքները քոնը չեն, որտեղ դու կձանձրանաս դրանից, ստեղծագործող ուղեղ ունես ու մանկական ծրագրերն է քեզ նաև լավ։ Կարաս մանկապարտեզ բացես,
Ջիք ասած երեխաների հետ շփվելը, աշխատելը շատ եմ սիրում։ Ված չի լինի։ Ինչի։ Բաց չի լինի, ես սխալ հաց։ Հա, քո մոտ այդ մանկական ծրագրերը կա։ Ես գիտեմ, այդտեղ անում են մի 4-5 երեխա ունենաս դառնում եմ մանկապարտեզ արդեն։ Քեզ մոտ լավ կստացվի, շատ լավ կստացվի։ Եվ դա էլ կա, եւ այն ծերերի մանկապարտեզ, որ ասում են, դա էլ ծերանոցն է, դա էլ կարած, բայց ավելի նախընտրել է մանկականը։ Okay, շատ լավ։ Իսկ եթե ավելի ուզենանք խորանանք իմ անցյալին կարենք, եթերից հետո զրուցել։ Անցյալիդ ինչ ես ուզում։ Չասեցի սկզբից ասի անցյալը մի քչփորի։ Խեցգետիներ սիրում են երկու քալ հետ մի հատ առաջ։ Մի քչփորի անցյալը հոտ կգա։ Մի քչփորի։ Ես քեզ անկեղծ ասեմ, եթե ուզում ես ավելի երկարատև մանրակրկիտ, արդեն կարաս ինձ մեսենջերով զանգի, կապնվի, ես արդեն կասեմ։ Քեզ այդ առանց ինձ արդեն եթերով չլինի։ Եթե ցանկություն կլինի, խնդրեմ։ Որտեղից ես Թինա ջան։ ԱՄՆ-ից։ Ամերիկայում ես։ Այո։ Լավ, մեսենջերով կկապնվես։ Կասեմ ես քեզ։ Իմ անուն ազգանուն, իմ նկարış չկա անուն ազգանունով գտիր ինձ անգլերեն գրածա։ Կասենք ինչ որ պետք է ես քեզ կբացատրեմ։ Okay, շատ լավ, մերսի։ Խնդրեմ Աստված օգնական։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ, ասեք։ Վանաձորից են զանգում։ Ուրեմն երկու տղաս Ռուսաստան անհաջողություն այն մի տղայիս, ասենք միշտ միլիցիայի հետ է պրոբլեմները։ Խոբ ասենք երկու անգամ ասած զրկվել է։ Հիմի չի խմում, բայց ինձ թվում է գիրանացա, թողտու գիր։ Այն մի տղաս էլ երեխա չի ունենեմ։ Հիմա եկեք սկզբից այն մի տղային, որ իրան մի քիչ անկարգ է պահում, եկեք մի հատ իրա տվյալներն ինձ ասեք, ամսաթիվ, տարեթիվ ասեք։ Ինչի է գնացել երկրից։ Ինչի է գնացել։ Որպես աշխատելու, որպես Ինչ աշխատեց, որ ամեն ինչ գնացել է փչացրել այնտեղ, ինչ աշխատեց։ Մեր երկիրը թող է գնացել այնտեղ։ Շատ փակ տղա է, փակ է։ Կառողջականի խնդիր էլ ունի, լարդի հետ, աղիների հետ, ամեն տեղը։ Այո։ Իսկ քանի անգամ ասենց բաներ, ինքը չլսող տղա է, Արտուր ջան։ Չի լսում ինքը։ Ինքը լուր լսում է, հիմա մեր մոտ էլ լիներ, ինքը ինչ հիմա իրան ասի, գլուխը կախ լուր կլսի, մենք էլ կասենք ես ինչ խելոք տղա է, ամեն ինչ լսեց, ընկալեց, բայց չի անի։ Հիմա եթե մասնագիտորեն ասեմ, Մերկուրին գտնվում է, որ խելքի մոլորակը կարիճում, այսինքն լսող չկատարող, ու հետո կհավաքի, կարող է դե կարիճը թույն է, գիտեք, իրանք տես ծնվում են, այդ թափի ձեր դեմ, որ իրան խրատա տվե, իր անձնականն էլ լավ չի։ Հիմա ինչի այս տեսակ ստացվեց, որտեվ շատ վաղուց, նախ իրա գնալը սխալ էր, 17 տարեկան, 23 տարեկան ենք ընկավ վատ շրջապատ։ Այո։ Ամեն ինչ եկավ իր այդ վատ շրջապատից եւ ինք իրան խնդիրներ ա ստեղծել։ Այո։ Իրա մեջ կա վախեր, հետաքրքիր բան կա։ Այս տղան փոքրուց, լավ, տարիքը կապ չունի, դա անցյալի մեջ է։ Ինքը ուժեղ է համարվել թույլերի մոտ, գիտեն թե ինքը սենց են մի բառ ասեմ կրուտոյա, բայց իրականից այդպես չի։ Ինքը ուժեղները չի կարա շփվի ընկերություն անի, միշտ թույլերի մոտ է, նաև իր անձնականն է տենց եղել։ Ճնշում է ինքը, ճնշում։ Շատ ճիշտ եք, շատ։ Գլուխը իրա լավ չի։ Ինչա։ Գլուխը լավ չի իրա մոտ, ցավեր ունի, ճնշման տատանողություն, լավ։ Հիմա ձեր հարցը, որ դուք ասում եք թուղթուգիր բան, ես այդ իմ աշխատանքը չի, որտեվ ես նման բաներ չեմ սիրում խոսել այդ թեմայով, բայց եթե ձեզ հիմա, բայց անում են, չեմ էլ կարա հերքեմ, որտեվ դա գոյություն ունի աշխարհում միշտ, եղելակա ու կլինի, եթե հիմա ես տեսնեմ, որ նման բաներ կա, բայց ես հիմա ոնց մաքրեմ, ասեք։
Ես չեմ կարա ու ես անկեղծ եմ ասում, չգիտեմ, վատ լինեն, վատ չլինեն, ոչ մեկին չեմ վստահում Հայաստանում, որ կարողանան այդպես բաներ մաքրել։ Անում են մերոնք, բայց իրանք չեն կարող մաքրել։ Հիմա ինչ ասեմ ես ձեզ, ասեք։ Գոնե ասեք, կա թե չկա այդ իմաստը։ Լավ ասենք կա, ինչ է կանելու։ Եթե կա միսի, չգիտեմ էլի։ Ես էլ չգիտեմ։ Արտուր քանի տարեկան եք։ Ես 56 տարեկան։ Հաշվանդամ եմ հիվանդ։ Հա, Հիվանդ։ բա ուրա ձեր կինը։ Ինես կողքս է։ Բա ինչի մաման չի հարցնում, պապան է հարցնում։ Դե ես չգիտեմ։ Ձեր ընտանիքում կույս համաստեղության տակ է ծնված։ Մամա, պապա, որ ամիսն եք դուք։ Խեցգետի։ Ես էլ կազիրոք։ Հա, կինն է Խեցգետինը։ Այո։ Հա, այդ ընտանիք է, դուք էլ համառ մարդ եք։ Առանց իրար չեք կարող, իրար հետ էլ չեք կարող։ Ձեր երեխեքն թողեցին գնացին։ Ճիշտ ասա։ Այո։ Բայց ինչի պետք է, տեսեք մի տղան գնաց ընդ իր փր աշխատի, ինչ որ մի բան ստեղծի դնի, բայց գնաց ընկավ ինչ փորձանքների մեջ։ Այն երեխեն էլ այն մի տղան էլ պետք է ժառանգ ունենա, էդ էլ չկա, ձեր այդ ցեղը ազգանվան չի շարունակվում, կանգնել է։ Հիմա մի բան եմ ասում, բայց ես չեմ հաստատում իմ ասածը ձեր ընտանիքին, որ թուղթուգիր եք ասում։ Այո։ Այդ մի քիչ մանրակրկիտ է, ուղղակի այստեղ մի բան կա, որ ասեմ ձեզ հիմա, որ մի ընտանիքում կա հարբեցող, ուղղակի խմիչք չեմ ասում, որ խմում են, սեր ունեն խմիչքի հանդեպ, որ մի ընտանիքում կա քաղցկեղով հիվանդ, որ մի ընտանիքում կա խաղամոլ և թմրամոլ։ Այդ մոլերը խաղամոլ, թմրամոլ ու հարբեցող։ 4 բան է տալի։ Ուզում եմ իմ ասածը շատ առողջ հասկանաք, որտեղ սա շատերն են հիմա լսում ու շատ կխնդրեմ, որ մասնակետ չի բերանը չբացի հիմարություններ դուրս չտա, որտեղ մեկ ասում են, ես ձեր հետ համաձայն չեմ, հետ էլ լնեք համաձայն։ Եթե մասնակետ չեք համաձայն մի եղեք ինձ հետ։ Բայց ես ինչ ասում եմ հիմնավորված եմ ասում։ Եթե այս 4 բաներից Արտուր որևիցե մեկն էլ լինի մի ընտանիքում, ես իմ 4 թվեմ, մեկն էլ լինի, այդտեղ արդեն մոգություն կա, այդտեղ նշանակում է կեղտոտ էներգիա է իշխում։ Իսկ ձեզ մոտ կարամ ասեմ 3-ը կա արդեն։ Այդ 3-ը չկա, բայց ինքը նախկինում լավ խմել է, ես քանի ամիս է բացարձակ չի խմում։ Տիգին Հակոբյան։ Այդ կապ չունի, եղել է արդեն։ Ու երկիրը լքել է, այդ տնից ձեր երեխեքը փախել են։ Ես էլ այն փոքրին չեմ նայում, բայց մի հատ ուզում եմ իրանեն նայեմ, այս տղայի վրա երևաց, որ այտենց բան կա, որտեղ իր ընտանիքից է գալի ու ինքն ընկել է վատ շրջապատ։ Հիմա ես ուզում եմ, հա, այս նախորոք ասեմ, այս խմիչքը որ կա, եւ աղոթքն է, եւ բժշկությունը, կլինիկա պետք է պարկի, որ Արոնը լվանա, մաքրվի, այդ մեջից դուրս գա։ Հիմա այն մի հատ փոքրի տվյալն ինձ ասեք, որ ավելի իմ ասածը ասեմ ինչքանով է հաստատում։ Դե հիմա արի եթերով նման բան ասա։ Պետք է գնա տեսեք իր վեներան կույս համաստեղություն, ես դրա համար իր մոտ ոնց է կոչվում հայերեն մի րոպե, ոչ երջանիկ ամուսնություն։ Այս տղայի մոտ սենց երևաց։ Արտուր ջան, ես գցում եմ ձեր տրամադրությունը, միանշանակ ձեր ընտանիքի վրա կախարդություն է արվել։ Այս տղայի գառացկոպը անմիջապես ցույց տվեց, անմիջապես։ Բայց ես չեմ կարող ասեմ գնա սրա նրա մոտ, որովհետև ես չեմ գտնում որևիցե մեկին, որ ասեմ գնաս։ Որովհետև չեմ հավատում։
Կարող է ինչ որ ճիշտ բաներ ասեն, լինում է որ ասում են, բայց օգնել, մաքրել, չեմ հավատում ոչ մեկին այստեղ։ Միայն Աստված կմաքրի, Այո։ Տիկին Հակոբյան, այո։ Այո։ Այստեղ սա վաղուցված ծրագիր է գնում, հարազատության կողմից ցույց է տալի, որտեղից եկած է դա, եւ ֆինանսների նախապայել եւ առողջակ։ Այս տղան էլ ոչ մեկ է չի շփվի, գնալով ավելի մեկուսանում է, հիասթափությունները շատ է իր մոտ, այս տղան ռենտգեն ամեն ինչ տեսնում է։ Ամեն անարդարություն տեսնում է ու ձանձրանում է շուտ։ Սովորաբար տես մարդու կարման ճակատագիրը փոխվում է այն ժամանակ, երբ մարդը երկիր է փոխում։ Հիմա ձեր տղան երկիրը փոխել է, բայց ոչ մի բան լավ չի, որտեղ վարմատը կեղտոտված է արդեն։ Միգուցե իրա գնացած այդ տունն էլ որտեղ որ դուք կաք, այս արդեն լիքը երկար աշխատանք է, ես հիմա պետքա ձեր ու քո կնոջ գարասկոպներն եմ տեսնեմ որտեղից է գալի այս ամեն ինչը։ Ուրեմն Ինչի է քեզ էլ հարված է տվել, դու էլ ֆիզիկական հարվածներ ունես քո վրա մարմնական, կինդ էլ ընդեղ ունի առողջակ, այս ինչա ձեր ընտանիք, այ Արտուր ջան, ասա խնդրեմ։ Ինչ անեմ։ Ցավը տանեմ իր վիճակը։ Ինչ անեմ Արտուր ջան, ասա։ Շատ շուտ ծերացար, շատ շուտ ծերացար։ Չեմ գտնում մեկին, որ ասեմ գնա սրա դուռը թակի, գնա միած սրան զանգ տուր, պետք է քեզ եկեղեցի ուղարկե, միայն քո հավատքը, քո աղոթքը։ Այո։ Այդ պետք է պատարակների մասնակցես, հաղորդություն ստանաս, ապաշխարես։ Այդ պետք է ես ասեմ, բայց ինչի մեղքերի թողություն քո նախնիների, որ գնացեք, հիմա չգիտեմ, ասենց բաներ բարձրաձայն ասում եմ, գնա ձեր պապերի տատերի գերեզմանին, որպես դու ածեղ ջուր, էդ եմ ես ասում։ Գնացեք ընդեղ գերեզմանը կարգի բեր, խնկարկի, խոսի հետը։ Տիկին Հակոբյան, հարցս էլ է քշերք, փոքր տղա իսկինը։ Երկու նշաններն իրար հետ յոլա չեն գնում։ Միանման նշաններ, հիմա կբացատրեմ ինչի, այս թո բոլորը լսեն, շատ կարճ եմ ես ասում, 12 տուն, աստրալագեցքի 12 տուն գոյություն ունի, ամեն մի տներա կոչում, ամեն մի տան մեջ մի աթոռ է, ու այդ մի աթոռի վրա մի հոգի միայն կարող է նստի։ Հիմա կշերքը, այդ կշերքը մի աթոռը, այդ մի աթոռի վրա երկու կշերք, երկու նշան չեն կարող նստել։ Պետք է զիջեն իրար, պետք է մի քիչ նա նստի, հետո վեկանա մի քիչ նա նստի։ Կշերքներն էլ ահավոր ինքնասիրարված են, պետք է մի քիչ իրար զիջեն։ Հիմա երեխա ունենալու հարցը, այս տղան ունի առողջականի խնդիր, աղջկան էլ չեմ ուզում նայեմ, որտեղ արդեն պարզ երևում է։ Եվ քանի որ ձեր ընտանիքի վրա այդ կեղտոտություն, ես դա կեղտոտություն եմ համարում, կեղտոտությունը արվել, այդ ինչ կապ ունի այս աղջիկ, այդ երեխան էլ մեղք է, եկել է ձեր տուն հարց նորմալ, ամուսնացել տուն տեղ ընտանիք, բայց չի ստացվում։ Քանի տարի է իրանց ամուսնությունը։ Տիկին Հակոբյան, շատ ճիշտ մեկնաբանում եք, ու ինչ ասեցիք, սաղ ճիշտեր ապրեք դուք։ Մի հատ ինձ ասա ամուսնությունը մի 8 տարի կա գոնե։ 3 տարի։ 3 տարի հələ կա ժամանակ, բա։ 3 տարի Տիկին Հակոբյան։ Չես Բայց երեխա կլինի Տիկին Հակոբյան։ Բա ես այդ եմ ասում։ Սովորաբար 3 տարի լինում է, որ չի լինում, հետո լինում է, բայց փակ կա, հասկանում եք, փակ կա։ Բացի առողջականի խնդիրը փակվայդ պետք է բացվի, ես հիմա մտածում եմ ում ասեմ, ինչ ասեմ, իմիջալույց ես մի բան, այդտեղ Կիրովականում շատ լավ եկեղեցիներ կան, այդտեղ կան եկեղեցիներ, որ զորություն ունեն։ Եկեղեցու մոտ ենք ապրում էլի, նոր եկեղեցու Սուրբ Սարգիսի։ Այդ նոր եկեղեցիների մեջ ուժ չկա, որտեղ մասունք չկա, այնտեղ ուժ չկա։ Հին եկեղեցիներն ավելի զորեղ են։
Ես մի բան ասեմ, այ ասիկ քահանաներ կան, որոնք դիվահարություն են անում, այդ շատ վտանգավոր ու շատ դժվար բան է, շատ։ Հիմա մի քահանա ես գիտեմ, որ արդեն մահացավ։ Ափսոս շատ լավներ դա։ Երևանում էր ինքը։ Իմացի տեղ ինչ քահանա կարող է տես դիվարություն անի, որտեղ աղոթքով իրանք գիտեն ինչ աղոթք է դա, մի քիչ երկարատև է ու դժվար է, այ գնաց իրան դիմել, թե չէ գնաց ինչ որ ու մեկ էլ մի բան թող դա բոլորն էլ լսեն, ես կվստահեմ միայն շատ ինչ ասեմ, անգրակետ չեմ ուզում ասեմ, սաման մոմ թափողներին, են տատիկներին գյուղի ավել եմ վստահում, քան էս ուտի պուտի ֆշ էքստրասեսները։ իշտի Բայց հայերի մոտ ոչ թե ուրիշ ազգի մոտ, թող հայ լինի։ Եզդիներ էլ կան, որոնք կանում են, ես լավ մտերիմներ ունեմ, եզդիներ լավ մարդիկ են, բայց թող վիրավորական չլինի, եզդին նրանք են մերը չի, որտև կան եզդիներ, որ մոմ են թափում, մաքրում են բացասական էներգիան։ Գյուղի մի հատ կնոջը գտնեք անգրագետ ավելի մի հատ տատիկի իր ավելի սրտանց գնում է այդ մոմ թափելը, քան գնանք չգիտեմ գրագետ շուտի փուտի մոտ։ Դուք դիմեք, հա, քահանային ամենաառաջինը, իմացեք, որ մի քահանան է, մոտեցեք, ասա դու դիվահար աղոթքներ անում ես, եթե չէ հետաքրքրվեր ու այդպես մի տատիկի, որ գոնե այդ աղոթքներով, այդ մոմթափերով մաքրվի, որ մաքրվի կբացվի, երևում է, որ կբացվի։ Եվ այս տարի այտենց հզոր էներգիայի շրջան է 25 թիվը, որ հիմա ամսի 10-ից հետո սկսվելու է։ Ու մի բան էլ ասեմ, վերջացնենք։ Սեպտեմբեր ամիսը խավարման ամիս է։ Հարկավոր չի այդ ընթացքում ինչ որ նոր ծրագրեր անել, ինչ որ նոր մի բան անել։ Լավ է այդ ամիսը մաքրվեք, որտեղ կատալիզատոր է համարում խավարումը, անցյալի բոլոր սխալ գործողությունների մաքրման շրջան է համարվում։ Գոնե միջև այդ ամեն ինչը մաքրվի, ինչը որ ձեր ընտանիքում կա։ Այսքան։ Ապրեք Տիգին Հակոբյան ջան, դուք շատ ճիշտ մեկնաբանեցիք ու շատ ճիշտ ասեցիք։ Ես ողջունում եմ ձեզ, Աստված ձեզ օրհնի։ Շնորհակալություն, Տիգին Հակոբյան ջան։ Շնորհակալ եմ Արտուր ջան, զգուշեղի չընկնես, զգուշեղի, որովհետև մի քիչ հիմա հարվածներ ընկնելու շատ է, ոտքերիդ վրա ուշադրություն դարձրու։ Ապրեք։ Մի հատ թփացել ես արդեն, զգուշեղի։ Ապրեք, ցավս տանեմ, ապրեք։ Աստված օրհնի ձեզ, Տիրոջ լույսը ձեր ընտանիքի վրա լինի, ես բոլոր տղաների հետ եմ, այդ երեխեքդ էլ թող խելքի գան, այս մի տղատ էլ պապա դառնա վերջապես հայր դառնա ու մեր ազգը շատ առողջ երեխեք ունենաք։ Աստված ձեզ երկար կյանք տա, ցավը տանեմ, շատ ապրեք։ Շնորհակալ եմ, առողջ եղեք։ Ապրեք, եւ դուք լավ աստղաբան։ Չմոռանաս ասածներս։ Ես լսեցի ձեր մեկնաբանությունը, դուք հզոր աստղաբան եք, ապրեք դուք, իրոք։ Մեծ արեցիր, մի քիչ վատ եմ լինում այդպես բաների, շնորհակալ եմ։ Ճիշտ Ես ուղղակի մամա եմ, ուրիշ ոչ մի բան Արտուր ջան, ես մամա եմ, ես մայր եմ։ Ուզում եմ, որ բոլորը տատիկներում հայոց լավ լինի։ Ես ցավակցում եմ նաև ձեր տղայի ափսոս, շատ ափսոս։ Ես իմ մեկնաբանությունները նաև գրել եմ ձեր տղայի վաղամերիկ տղայի մասին։ Ցավակցել եմ բազմիցս։ Դու մի քիչ ես իմ տղայից մեծ, մի քիչ մեծ ես իմ տղայից։ Ափսոս, ես չգիտեմ։ Ես իմ ձեռքիներն ակնարել ես, ինչ անեմ, Տիգին Հակոբյան ջան, բայց դուք հզոր աստղաբան եք, ապրի ձեզ բերին բալիկը, ձերին են տուն ու տեղը ձեզ կյանք տա Աստված։ Ամեն ինչ գիտեք, փաստորեն։ Ինչ ասեցիք, սաղ ճիշտ է, Տիգին Հակոբյան, ինչ ասեցիք, մի հատ շեղում չկար, որ ասեմ ես բանը,
ճիշտ չէ։ Դες բան չկա, իրոք բան եմ ասում, Աստվածը կա։ Թող ուղղակի իմ ինչը որ դրական ասել եմ, դա կատարվի։ Որտեվ ես սիրում եմ գործ, միան քուշակություն մի նայեք, ես սիրում եմ աշխատանքը արդյունք տա։ Եթե արդյունք չի տալիս, անիմաստ ամեն ինչը։ Ապեք Տիգին Հակոբյան ջան, Դե լավ Արտուր ջան, հանգստացեք։ Ընկերներ ջան, զանգերն ավարտվեցին։ Երկար եմ արդեն խոսում, որտեղ բոլորը խնդիրներ ունեն ու ամենքն ուզում են միջև են վերջի կաթիլն ամեն ինչ իմանան, բայց քանի որ եթերա, այդքանի վիճակի չենք։ Այս վերջի ընկերոջը Արտուրի տղաների համար իրոք էս ընտանիքում կեղտոտություն է արվել, իրոք, բայց ես չկարողացա ասել ինչ-որ մեկին, որ գնա որպես մասնագետ օգնելի, որովհետև չկա։ Կարող է ուրիշներն իմանան օգնելը, բայց ես գիտեմ, որ չկա ու պատճառը միշտ ասել եմ ինչն է պատճառը, քանի որ ամեն տեղ կրկնում եմ ու քիչ ամունում ամեն հաղորդմանը ես այդ բանն ասեմ անկախ թեմայից, որ հայ ազգը ընդհանրապես հայոց աշխարհը մոգեր չեն ունեցել ժողովուրդ։ Մենք մոգեր չունենք, մենք վհուկներ չունենք, մեր մոտ սաղմոսներն է, հմայլն է, աղոթքներն է, հզոր աղոթքներ մենք ունենք, մերը եկեղեցին է, հավաքատեղին աղոթքները։ Դրա համար, որ անում են թուղթ ու գրեր ստեղ Հայաստանում անում են, իրանք չեն կարողանում բացել, իրանք կեղտոտ անգրագետ ձեռագիր է, կեղտոտ բաներ են անում ու դա ազդում է մարդկանց վրա։ Չի կարելի տենց բաներով սպաղվել, ու որ ասեմ ինչ-որ կա սենց մի հատ լավ մասնագետ գնա հիմա կբացի, կանի, լինում է, որ անում են իր իրենց կարծիքով բացվել է, բայց արդեն քանի տարի ես աշխատում եմ, բավականին տարիներ, չեմ էլ ուզում ասեմ, արդեն 50 տարի է լինում, ես ինչ աշխատում եմ, հլեն 20 տարին քցենք ենքում, այս վերջի տարիները 30 հատկապես, շատ են ինձ դիմել, որոնց վրա թուղթ ու գրեր եղել է ու եկել են իրանք ինձ մոտ, իրբեր մաքրել են այդ գուշակները, էքստրասեկտները, չգիտեմ, ես հարց եմ տալու, եթե մաքրել է, ինչ ես եկել, ինչ ես նորից եկել, որտեղ ոչ մի բան չի լուծվել, մի որոշ ժամանակ լավա կարգավորում է, այդ խապկանքը, հետո նորից էլի վատ, ավելի վատ է լինում։ Դրա համար մի դիմեք իրենց, միակ այդ վիճակից դուրս գալը քո ներքին ուժեղ հավատն է դեպի Աստված։ Միայն դա է քեզ օգնում։ Ու գտեք ձեզ համար ինչ-որ սուրբ գանե կուզենաք, սուրբ Ռիվսիմե, սուրբ Վարդան, ում կուզենաք։ Գտեք մի սուրբ սենց պահեք ձեզ համար ու խնդրեք, խոսեք Տիրոջ հետ ավելի ձեզ կօգնի։ Ու էլ եմ կրկնում, ում թափել իմ համար ավելի զորեղ է համար, որտեղ դա բացասական էներգիան է մաքրում, գիտեմ, որ քահանաները դա չեն ընդունում, շատ քահանաներ կան, որ իրանք էլ չգիտեն շատ բաներ, ու քահանաներ կան, որ իրանք ինձ դիմել են, էլի կա աստղաբան, որ իրան դիմել է քահանա, էլի կա գուշակ, որ իրան դիմել է քահանա, որտեղ քահանան էլ մեր նման մարդ է, մի փոքր աստիճան մեզանից բարձր է, որտեղ ձեռնադրված է։ Թող քահանաներն էլ իրենք այդքան ուժեղ են հզոր։ Ես գիտեմ քահանա, գիտեմ, որտեղ ինքն է անձամբ ինձ պատմել, իր մոտ ինչ-որ մեկը գիր է գտել, չգիտեմ որտեղ է, տարել է քահանայի մոտ, քահանան դրել է ջրով բաժակի մեջ, աղոթել ու խառնել, 40 անգամ այդ աղոթքն ու այդ կեղտոտությունը լրիվ լուծվել է ջրի հետ, ապշելու բան է եղել, այդ զորեղ քահանա է եղել։ Կարելի է, կան հոգևորականներ, որոնք իրոք զորեղ են, որոնք իրոք մաքուր են ու իրանք ճիշտ են։ Ու վերևետ իրանք կապը շատ ուժեղ ունեն, բայց ես չգիտեմ հիմա այդպեսին, որ այս ընկերոջը խորհուրդ տալ։ Այսքան։ Հիմա այս երկու զանգը վերջացրեցինք, հիմա մի բան միջև փակելը եթեր իսկ ես կասի, ընկերներ ջան։ Քանի որ ես պարզ ասում եմ ինչից, որտեղ ես սիրում եմ ամեն ինչ դիպուկ, հստակ պարզ ասել, իմ համարձակությունից ելնելով է դա, ու տարիքս էլ դա էլ է թույլ տալիս, որ ես ասեմ,
քանի որ շատ երկար տարիներ որ ես 80-ական թվականներից ես կողմ եթերներում եղել եմ, սա ինձ համար նորություն չի, ու ես չեմ զարմանում սրանով։ Ես հիմա էլ ոչ մեկին իմ տանը չեմ ընդունում, ու արդեն շատերը օնլայն աշխատում, բայց այստեղի հիմա արդեն ես կընդունեմ այստեղի գրասենյակում, դե գրասենյակ կա, ով որ ցանկություն կունենա իմ հետ հանդիպելու, իրենց ուզող հարցերին դիմելու, այստեղ հեռախոսի համարը հիմա կգրվի, այդ համարով զանգ տվեք, աշխատակիցը ձեզ շատ բարի համբեր կբացատրի, կասի կարգ ու կանոնը ոնց է այս աշխատանքի ու ձեզ կբացատրի, ով կցանկանա խնդրեմ կդիմեք, ես էլ պատրաստ եմ, ու աշխատանք համարը ժամից ավել է տևում, ժամից ավել ու մանրակրկիտ յուրաքանչյուր հուզող հարցի պատասխանը ես կարող եմ տալ, բայց ասեմ էլ նախորդ ես 100% անուշ չեմ, ոչ էլ մարգարե եմ, ոչ էլ պայծառատես եմ, իմ աշխատանքը զրույց է, հիմնական ընտանիքին զույգերին վերաբերվող, առողջականի ինչ-որ ֆշֆշներ անելով կամ թուղթուգրեր բացելու դա իմ աշխատանքը չի, ես գործ չունեմ նման բաներ հետ, իմ աշխատանքը խորհուրդ խրատ ելք է, ինչպես անել, որ լավ լինի մարդու կյանքը, ճիշտ դասավորվի, ճիշտ է արդյոք իր ընտրությունը ամուսնության, ճիշտ է արդյոք այս մասնագիտությունը, այս աշխատանքը, ճիշտ է արդյոք երկիր փոխելը, հայրենիք լքելը, այդ բոլորի պատասխաններ ես պատրաստ եմ աստղաբանությամբ ասելու, այսքանը, շնորհակալ եմ ձեզ, որ լսեցիք։